Շատ հայկական ընտանիքների նման Չարլզ եւ Զաբել Մելքոնյանների ծնողներն էլ Ամերիկա էին տեղափոխվել Արևմտյան Հայաստանից։ Չարլզը կահույքագործ էր, Զաբելը տեղի կրտսեր դպրոցում ուսուցչուհի։ Մոնթեն Մելքոնյանների ընտանիքի երրորդ երեխան էր։ Նրա մանկությունն անցել է կալիֆոռնիական Վայսելիա գյուղում, շրջապատված բնությամբ, ընտանի կենդանիներով։ Դպրոցական տարիները տիպիկ ամերիկյան էին։ Հանրային դպրոց, սկաուտական ճամբար, բեյսբոլ, կլարնետ։ Հասակակիցները Մոնթեին մեքսիկացու էին նմանեցնում, ու այդ ժամանակներում ամերիկյան հասարակությանը բնորոշ վերաբերմունքի արժանացնում։ Խտրականություն, հասակակիցների ծաղր։ Բայց Մոնթեն իր առաջադիմությամբ եւ հեղինակությամբ բոլորից առաջ անցավ։ Վայելեց ուսուցիչների սերն ու հիացմունքը։ Պատմության ուսուցչուհին հիշում է. նա իմ ամենափայլուն աշակերտներից էր։ Դեռ դպրոցում խոսում էր ճապոներեն ու իսպաներեն։ Մի շնչով կարդում էր Դեկարտ, Ջոն Լոկ ու Թոմաս Հոբս։ Ես փշաքաղվում եմ, երբ մտածում եմ, թե ինչերի կարող էր հասնել։ Պատանի Մոնթեի մասին մայրն օրագրում գրել է. շատ քնքուշ ու սիրող երեխա է, բայց շատ հանդուգն ու ագրեսիվ, երբ նախատում են իրեն։ Ամերիկյան միջավայրում հայկական ընտանիքն այնուամենայնիվ տարբերվում էր։ Մելքոնյանները խիստ ծնողներ էին։ Երեխաներն ապրում էին կանոնակարգված ու պարզ առօրյայով։ Հավանաբար սա էր պատճառը, որ կենցաղային ցանկացած շքեղության հանդեպ Մոնթեն անտարբեր էր։ Նա միշտ ջինսե կարճ տաբատով էր, հասարակ շապիկով ու սանդալներով։ 1970 թվականի գարնանը Մելքոնյանները երկար ճամփորդության մեկնեցին։ Նրանց ընտանեկան արշավը Volkswagen-ի արիվների վրա սկսվեց Եվրոպայից եւ տևեց 15 ամիս։ Այդ ընթացքում եղան 3 մայրցամաքների 41 երկրում։ Երբ Իսպանիայում ուսուցչուհին Մոնթեին հարցրեց նրա ծագման մասին, պատանին վստահ պատասխանեց, որ ամերիկացի է։ Չգիտես ինչ նախախնամությամբ է ուսուցչուհին կասկածում, բայց խնդրում է, որ Մոնթեն ծնողներից մի անգամ էլ ճշտի այդ հարցը։ Այստեղ է առաջին անգամ Մոնթեն իմանում իր հայկական արմատների մասին։ Ամեն ինչ հիմնովին փոխվում է, երբ Մելքոնյանների ընտանիքը որոշում է ճամփորդել Արևմտյան Հայաստան։ Նրանք լինում են մարզվանում, գտնում են Մոնթեի մոր պապական տունը։ Հայրը հիշում է. մենք տանը չէինք խոսում հայկական հարցի ու ցեղասպանության մասին։ Նույնիսկ նրա պապիկները չէին պատմում իրենց ապրածն ու տեսածը, բայց այդ փոփոխությունը կատարվեց Մոնթեի ներսում։ Այդտեղ Արևմտյան Հայաստանում 13-ամյա ամերիկացի Մոնթեն վերածնվեց արդեն որպես հայ։ Մոնթեն աշակերտների փոխանակման ծրագրով մեկնում է Ճապոնիա։ 1.5 տարի սովորում է Օսակա քաղաքում։ Այնքան լավ է տիրապետում ճապոներենին, որ տարիներ անց Բեյրութում ճապոներենից ֆրանսերեն էր թարգմանում ճապոնական կարմիր բանակի մամուլի ասուլիսները։ Ճապոնիայում Մոնթեն նաև մարտարվեստի մեջ է հմտանում եւ մինչ այդ էլ լավ ֆիզիկական վիճակը հասցնում կատարելության։ Ճապոնիայից հետո ճամփորդության շղթան շարունակվում է հարավարևելյան Ասիայում։ Մոնթեն լինում է Վիետնամում, որտեղ անկայուն ժամանակներ էին։ Նա հետևում է Վիետնամի ազատագրական պայքարին ու հետագայում Արցախյան շարժման օրերին այսպես է արտահայտվում. Վիետնամի օրինակը ցույց տվեց, որ ավելի փոքր ռազմական ուժը կարող է հաղթել ավելի զորեղ թշնամուն, եթե այն վճռական է ու լավ կազմակերպված։ Արևելքի հանդեպ հետաքրքրությունը որոշիչ եղավ մասնագիտական կրթության հարցում։ Մոնթեն ընդունվեց Կալիֆոռնիայի համալսարանի Հին Ասիայի պատմության եւ հնագիտության բաժին։ Նա ժամանակից շուտ 3 տարում ավարտեց բակալավրիատը։ Մոնթեն այնքան էր խորացել հայագիտության մեջ, գիտելիքների այնպիսի պաշար էր կուտակել, որ համալսարանի գրադարանում կազմակերպեց հայկական նյութական մշակույթին նվիրված ցուցահանդես։ Մոնթեն, ասես մոգական ձգողականությամբ հայտնվում էր աշխարհի ամենաանհանգիստ կետերում։ Նա Իրան մեկնեց շահիդ են պայքարի ամենաթեժ փուլում։ Սկզբում անգլերեն էր դասավանդում դպրոցում, իսկ հետո սկսեց ակտիվ մասնակցել հեղափոխական շարժմանը, գործադուլներ ու ցույցեր կազմակերպել։ Այս ողջ ընթացքում կյանքը նրան կարծես ենթագիտակցորեն պատրաստում էր իր ամենամեծ պայքարին՝ Արցախյան ազատամարտին։ Մինչ այդ Մոնթեն արդեն պայքարի մկրտություն էր ստացել Լիբանանում, ավելի քան 5 տարի տևած քաղաքացիական պատերազմի օրերին։ Մարտական փորձից բացի լիբանանյան կյանքը Մոնթեին նվիրեց Սեդային, նրա կյանքի անփոխարինելի ընկերուհուն։ Սեդան այդ ժամանակ 15 տարեկան էր, եւ այդ տարիքի համեմատ անսովոր սրամտություն ու հասուն դատողություն ուներ։ Մոնթեն անդամակցում է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակին, Ասալային,
մինչև 1983 թվականը։ Գաղափարական տարաձայնությունների պատճառով դուրս է գալիս եւ անցնում է ընդհատակ։ Հաջորդող մի քանի տարիներին Մոնթեն Ֆրանսիայում էր, ուր 2 անգամ ձերբակալվում է, կեղծ անձնագիր, ապա պայթուցիկ նյութեր պահելու համար։ Երկրորդ ձերբակալությունից հետո բանտում անցկացնում է 3.5 տարի։ Սեդային ուղված նամակներում Մոնթեն նկարագրում էր բանտային կյանքը։ Գրում էր, որ ամեն դատավոր պետք է գոնե մի քանի ամիս բանտ նստի, հետո միայն դատավոր դառնա, որպեսզի իմանա, թե ուր է ուղարկում մարդկանց եւ ինչպես է խաղում ճակատագրերի հետ։ Բանտային առօրյան անցկացնում էր մարզումներով ու ընթերցանությամբ։ Անդադար կարդում ու գրում էր, չնայած նրա խցում հատուկ պակասեցրել էին լուսավորությունը։ Մարդը պետք է անդադար սովորի։ Դա է հավանաբար կյանքում ամենից շատ հուզում ու բավարարություն պատճառում, չհաշված իհարկե միմյանց սիրելը։ Մոնթեի հոդվածները տպագրվում էին Սփյուռքի հայկական պարբերականներում։ Հետագայում դրանք լույս տեսան պայքարելու իրավունքը ժողովածուով։ Բանտից ազատվելով Մոնթեն հաստատվում է Եմենում։ Այստեղ նրան է միանում Սեդան։ 1.5 տարի շրջում են եվրոպական երկրներում։ Սեդան պատմում է. ամեն օր նախաճաշից անմիջապես հետո գրիչ ու տետր վերցրած դուրս էինք գալիս։ Մոնթեն չէր կարողանում փակ տարածության մեջ մնալ։ Տաք եղանակին ծովափ էինք գնում, անձրևի ու ձյան ժամանակ տաքուկ թանգարաններ։ Արցախյան պայքարի մասին Մոնթեն առաջին անգամ կարդաց 1987 թվականին լրագրերից մեկում։ Ասվում էր, որ խորհրդային Հայաստանում ստորագրահավաք է անցկացվել երկրի արևելքում գտնվող մի փոքրիկ տարածք Հայաստանին միացնելու պահանջով։ Նա միացավ ստորագրահավաքին, սկսեց հետաքրքրվել հայրենիքում տիրող իրավիճակով։ Հայրենիք, որի մասին այդքան կարդացել, լսել էր, որի պատմությունն ուսումնասիրել էր մանրամասնորեն։ 33 տարեկանում վերջապես լինում է դեռևս խորհրդային Հայաստանում։ Մոնթեն հասկացել էր, որ գտել է իր տունը, որ պետք է մնա, որ հենց Արցախի հարցն է առաջնայինը։ Ես այսօր այստեղ եմ, որովհետև իրավունք չունեմ ուրիշ տեղ լինելու։ Արցախը կորոշի հայության ճակատագիրը։ Ընկերոջը Շվեյցարիայում բանտարկված Ասալայի Մարտիկ Մարտիրոս Ժամկոչյանին գրում է. հանկարծ ուրիշ երկիր չգնաս։ Մեր պայքարն այստեղ, Արցախում է շարունակվում։ 1991 թվականի աշնանից 3 ամիս Շահումյանում էր։ Զինակիցներից կազմավորում է հայրենասիրական ջոկատը, մասնակցում Իջևանի, Շահումյանի, Մարտակերտի, Ճամբարակի ինքնապաշտպանական մարտերին։ Կարճ ժամանակում աչքի ընկնելով իր ռազմական գիտելիքներով 92-ի փետրվարին նշանակվում է Մարտունու շրջանի ինքնապաշտպանության ղեկավար։ Այս պայքարում Մոնթեն դառնում է ԱՎՕ։ Ինչպես շատ այլ որոշումներ, սա էլ պարզ հաշվարկ էր։ Ջոկատի տղաներին ցուցակագրելիս Սեդային ասաց. գրիր ԱՎՕ։ Դա տարածված անուն է, կարճ եւ ռադիոկապով հեշտ լսելի։ 1993 թվականի ապրիլին ԱՎՕ-ն Քարվաճառի ազատագրման նախաձեռնողներից էր։ Բուն մարտական գործողությունները 4 օր տևեցին։ Չնայած թվային առավելությանը թշնամին մեծ կորուստներ տվեց եւ հետ քաշվեց շրջանից։ Մոնթեն հատուկ մեծահոգություն ցուցաբերեց ադրբեջանական բնակչության նկատմամբ։ Անվտանգ ելք ապահովեց ազատագրված տարածքից։ Ադրբեջանցի զինվորներին բարձրախոսով հայտնեցին, որ ով զենքը ցած դնի, անվտանգ կանցնի ճակատի գիծը։ Քանի անգամ էր Մոնթեն խույս տվել մահից։ Նրա եղբայր Մարգարը դեռ Լիբանանում անցկացրած ամիսները հիշելիս էր զարմանում, թե ինչպես Մոնթեն ողջ մնաց։ Բայց հունիսի 12-ը ճակատագրական էր։ Լուսադեմին Աղդամի շրջանում գործողություն էր ծրագրված։ Դրա հաջող ավարտից հետո Մոնթեն լուր է ստանում, որ իր զինվորները Մարզիլիում հակառակորդի տանկ են վերցրել։ Ինչպես միշտ գնում է անձամբ ստուգելու։ Մեքենայում նրա հետ էին վարորդ Կոմիտասը, տղաներից Սարիբեկը, Հովիկը, Սարոն եւ Գևորգը։ Ճանապարհի խաչմերուկում ադրբեջանական տարբերանշանով զրահամեքենա են նկատում։ Կոմիտասն իջնում է, մոտենում ու հարցնում. հայեր եք։ Հարցն ու կրակոցները հնչում են միաժամանակ։ Զրահամեքենայում թշնամիներ։ Փոխհրաձգություն է տեղի ունենում։ Ամեն մեկը մի կողմի վրա դիրքավորվում է։ Տղաներից 3-ը վիրավորվում են, Սարիբեկը զոհվում։ Մոնթեն հասցնում է արձակել 10-11 փամփուշտ։ Թշնամու արկը դիպչում է այն պատին, որին Մոնթեն էր դիրքավորվել։ Բեկորը ճեղքում է նրա ճակատը։ Զրահամեքենան փախուստ է տալիս։ Վիրավոր տղաներից մեկը ռադիոկապով օգնություն է կանչում, բայց արդեն ուշ էր։ Հայրենիքի պաշտպանության գործում համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար Մոնթեն հետմահու պարգևատրվեց հայրենիքի շքանշանով, ստացավ Հայաստանի Հանրապետության ազգային հերոսի կոչումը։